Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Այս թողարկման ուշադրության կենտրոնում Հայաստանի նավթամթերքների շուկան է։ Եվ իմ զրուցակիցը Flash ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Բեգլարյան։ Հայաստանի նավթամթերքների շուկան շատ հետաքրքիր է եւ նաեւ լեգենդներով շատ միահյուսված, որովհետեւ գնագոյացման եւ գների վրա ազդեցության գործոնների շուրջ բազմաթիվ են քննարկումները եւ եկեք հենց դրանից սկսենք, որ տնտեսական գործոններն են այսօր ամենամեծ ազդեցությունը ունենում շուկայի վրա, գների վրա, էներգետիկ, նավթային, ավտոմոբիլային։ Սկսեմ ապրանքի ծագումից, շատ կարևոր է, որ երկրի ապրանք է, որտեղ ինչքան երկրի մատակարարման երկրի հեռավորությունը շատանում է, բնականաբար ազդում է գնագոյացման վրա։ Ինչպես նաև բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է Եվրասիական տնտեսության միության ստանդարտները, նաև այդ ստանդարտները որոշակի առումով մեզ սահմանափակում, որոշ դեպքերում օգնում, որովհետև կան հստակ ստանդարտներ նավթամթերքի, որ դու այդ ցուցանիշից պակաս չես կարող ներկրել, որը շատ բարձր չափանիշներ է դրած իմիջիայլոց, Եվրո 5 ստանդարտի եւ այլն, գիտեն, դա մանրամասնությունների մեջ չխորանամ, դա նույնպես ազդում է ապրանքի բարձր գին ունենալու վերաբերյալ եւ կարող եմ ասել, որ վերջի շրջանում շատ է սկսել ներկրվել երրորդ երկրներից, ասեմ ավելին, Եվրասիական միության շրջանակներում օրենք կար, որ միության անդամ երկրները ներկրելիս երրորդ երկրից, որը չի համարում Եվրասիական տնտեսության միության շրջանակներում երկիր 5% հարկ պետք է վճարեր, որը դուրս է եկել առայժմ։ Պայմանավորված ապրանքի սուղության եւ մատակարարման դժվարության հետ։ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։ Այո, Ռուսաստանում ստեղծված իրավիճակի, որ կարող եմ ասեմ, ինչ որ առումով մեզ 1 տարի է, որ տենց հասել է էլի այդ ալիքը, որտեղ մինչև այդ մենք այլի Ռուսաստանից ներկրում ենք, ես նկատի ունեմ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից հետո։ Բայց հիմա ավելի ակտերև ազդել, չնայած որ այդ 5%-ը հանել են, այնուամենայնիվ ապրանքը ձեռք է բերվում շատ դժվար, որովհետև այդ ապրանքը հիմնականում աշխարհում քվոտավորվում է եւ բոլոր նավթամթերքի արտադրողները ի սկզբանե են պլանավորում իրենց արտադրանքը, նկատի ունեմ տարեկան պլանավորման մասին, եւ երբ որ դու ինչ-որ մի պահի թեքում ես մատակարարի, բնականաբար պետք է գնի վրա ներազդի։ Եվ նաև շատ մեծ կոմպոնենտ է ազդում Հայաստանի Հանրապետության վրա լոգիստիկ պայմանները, մենք չունենք ծով, ինչը շատ է թանկացնում ապրանքի գնագոյացումը։ Իսկ մուլտիմոդալ է, գալիս է ծովով, հետո բեռնվում է գնացքներ, հետո լցվում է այնտեղի պահեստարաններ, հետո այնտեղից լցվում է ցիստերնաները, վագոնաները եւ նոր ներկրվում է Հայաստան, այդ ճանապարհը բավականին երկար է եւ ծախսատար։ Իսկ երրորդ երկրներից որ ներկրում ենք, հիմա որ երկրներից են ներկրում հիմնականում Հունաստան, Բուլղարիա։ Եվ ձեր ասած ես հասկացա, որ այնպես չէ, որ այսպես ինքը բաց շուկա է եւ ազատ շուկա է, երբ ուզենաս փոխես մատակարար եւ գնաս ասես, չգիտեմ, ինչ որ մատակարար ընկերությունից, ես այլևս ուզում եմ ձեզանից վերցնել։ Այո, շատ ճիշտ եք, դա նավթամթերքներ եւ իրենք էլ ասեն դա հատուստի նման բան չի, որ դուրսը զբոսնես, որոշես այսօր այս բրենդից եմ հագնվելու, մտնես այդտեղից հագնվես եւ այլն, սա ապրանք է, որը պահանջում է տարեվերջին հաջորդ տարվա համար ամբողջ տարվա պլանավորում։ Ուստի երբ որ պլանավորումը շեղվում է, մեր դեպքում դա մեզանից չպայմանավորված շեղումներ են տեղի ունեցել։ Մենք երկար տարիներ Հայաստան ներկրվել է ռուսական արտադրանքի վառելիք, բոլորին դա հայտնի է, բայց վերջի գրեթե արդեն 2 տարի, տարի ու կես 2 տարի մենք այլ երկրներից ենք փորձում հայթայթել այդ ռեսուրսը, որպեսզի Հայաստանը առանց նավթամթերքի Ռուսաստանից այլևս չի ներկրվում, թե քիչ քանակով է։ Քիչ քանակով։ Եթե չեմ սխալվում, կարող եք ձեր ընկերության օրինակով ասել, նախկինում էսպես էր, մոտավորապես 80% Հայաստանը ներկրում էր նավթամթերքներ հիմնականում Ռուսաստանից, եթե չեմ սխալվում։ Շուկայի 80%-ը հենց Ռուսաստանից ներկրված ապրանքներն էին, հիմա երևի հակառակն է, հա, դարձել, ես ճիշտ եմ հասկանում։ Կարելի ասել այդպես, ես ասեմ ձեզ, հիմա ասենց մտովի հետ գնացի 2020 թվական, COVID-ի տարիներ, COVID-ի տարիներին երևի բոլորս կհիշենք, որ գինը նավթամթերքի բավականին ընկավ։
այսինքն բենզինը 270 թե 280 դրամ էր։ Հեղուկ գազի գիների չէ։ Այո, ապրեք, հեղուկ գազի գիների չէր եւ այդ ժամանակ նաեւ շատ ակտիվացավ ներկրումը մեր հարևան Իրանից։ Հետո դադարեց։ Ինչով է պայմանավորված, մի քիչ առաջ որ ասեցի, նորից կրկնեմ, եվրասիական ստանդարտները որոշակի բարձր վառելիքի ստանդարտներ են, չափորոշիչներ են դրել, ինչը շատ լավ է, բայց սահմանափակում է Իրանից հնարավորություն չի ստեղծում անընդհատ մատակարարման շղթան պահելու, որովհետև այդ տեսակի վառելիք Իրանում 3, եթե չեմ սխալվում, գործարան է կարող արտադրի, որը Իրանի համար ես ձեզ համոզված ասում եմ շատ քիչ է, այսինքն ինքը իր սպառման համար չի բավականացնում, նույնիսկ ասեմ ավելին, շատ դեպքերում ես լսել եմ, չգիտեմ ինչքանով է հավաստի, բայց որ նույն Իրանը բարձր որակի վառելիք ներկրում է Ռուսաստանից իր սպառման համար։ Հիմա Իրանից երբ որ գալիս է հիմնականում էլի ռուսական տեսակի վառելիք, որովհետև մինչև սանկցիաները Ռուսաստանը չէր ուղարկում նավթամթերք Իրանի կողմ, կամ ուղարկում էր երևի ներքին սպառման համար, բայց Իրանի կողմով դեպի մեզ շատ դեպքերում մեզ հասնում է նաև ռուսական տեսակի վառելիք, ոչ պարզկական։ Հետարքերի, այսինքն Իրանում արտադրվող նավթամթերքները հիմնականում ավելի ցածր որակի են եւ այն 3 գործարանները, որոնք արտադրում են, կամ այն որակի չեն, որը սահմանված է Եվրասիական տեսական միության իրենց ներքին շուկայի համար բավականին ավելի ցածր չափանիշի վառելիքներ են թույլատրելի եւ սպառվում են։ Եվ ինչը նորմալ է, որովհետեւ դա ուղիղ բխում է մեքենայի տարեթվից, մոդելից, այսինքն ինչքան է արդի, ինչքան հին է, այնքան վառելիքի չափանիշները կարող են ցածր լինել։ Դրա համար Իրանը ռեալ այլընտրանք եւ մշտական մատակարար այս պահին չի դիտարկվում Հայաստանի համար։ Այդ դեպքում էլի տարածված կարծիք կա, որ օրինակ եվրոպական տիպի վառելիքները, որ Եվրոպայից են հայթայթում տարբեր ընկերություններից եւ այստեղ վաճառվում է ավելի բարձր որակական առումով ավելի բարձր է, քան օրինակ Ռուսաստանից ներկրվող նավթամթերքները։ Կա տարբերություն դրանց մեջ, թե չկա։ Ասել ընդհանրապես չկա, սխալ կլինի, բայց խոսել, որ դա շատ մեծ է։ Ես վարորդներից եմ դա լսել, չգիտեմ։ Իմ կարծիքով մի տեսակ ներշնչանքի հարց է։ Ավելի շատ կդասի լեգենդների շարքում կան իրականության։ Այսինքն ասել ընդհանրապես չկա, սխալ է, որովհետև այնտեղ տեխնոլոգիան ուրիշ է, Ռուսաստանում ուրիշ է, բայց Ռուսաստանում բակաս չի տեխնոլոգիան զարգացած։ Այդ տեսակ վառելիք, որը մեր երկրում թույլատրելի է ներկրել եւ սպառել եւ Եվրասիական միության շրջանակներում, ասեմ ձեզ, դրանք բավականին լուրջ ներդրումներ պահանջող են, որպեսզի նավթամթերք վերամշակող գործարանները կարողանան վերազինվել։ Ինքնարժեքի վրա ազդել է ապրանքի, երբ որ հիմա սկսել եք թեպետ են 5%-ը հիմա չկա, ԵԱՏՄ երկրների համար նախատեսված այդ մաքսազերծման եւ այլն Եվրամիության երկրներից եք հիմա ներկրում բենզինը, նավթամթերքը, դրանք ինքնարժեքի վրա ազդել են։ Այո, ազդել են։ Դեպի բարձրացում։ Այո, դեպի բարձրացում, այդտեղ ոչ միայն ապրանքի ծագման, երկրի ծագման խնդիրն է, նաև պայմանավորված սանկցիաներից այնտեղ որոշակի տրանզակցիոն ծախսեր են մեծացել, տենց խնդիրներ էլ կան։ Մի փոքր մանրամասնեք, գնում եք ինչ-որ մի ընկերություն, այնտեղից արդեն հիմա սկսել եք ձեռք բերել։ Դուրս են գալիս այն բանից, որ դժվարություններ կային, արդեն կան որոշակի այսպես տնտեսական կապեր այդ ընկերությունների հետ։ Հետո ինչ է տեղի ունենում, ինչ ծախսեր են առաջանում, ինչպես է շղթան ձևավորվում։ Ապրանքի քանակի ֆիքսում, բեռնում դեպի նավ, նավից նավը ուղղորդվում է արդեն դեպի հարևան երկրի նավահանգիստ, այդտեղից բեռնաթափում, այնտեղ կա մաքրման ծախսեր, բեռնաթափման ծախսեր, չափման ծախսեր, այդ բոլորը կոստի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Հետո արդեն հարևան երկրից դեպի Հայաստան լոգիստիկ ծախսը, որը բավականին մեծ է։ Հա, սա կարևոր է, որպեսզի մեր վարորդները հատկապես Հայաստանում սպառողները իմանան, թե ինչի մասին է խոսքը, ինչպես է ձևավորվում ինքնարժեքը։ Պետությունն էլ է տարբեր առիթներով անդրադառնում։ Այո, այնուամենայնիվ քիչ եւս մեկ անգամ անդրադառնալ կարևոր է։ Շատ բան ուժի ձև կլիներ։ Հա, դրա համար մենք օրինակ տեսնում ենք, որ Վրաստանում երբեմն ավելի ցածր է նավթամթերքի գինը, քան Հայաստանում։ Իհարկե։ Լոգիստիկայով պայմանավորված է դա։ Ծով ունենալը շատ է
դեր փոխում այս շուկայի այս ապրանքի վրա եւ առհասարակ ոչ միայն այս խինը։ Հիմա կարծես նոր ուղղություն կարող է բացվել եւ կարող է լինել այնպես, որ այլ այդ մուլտիմոդալ տարբերակը չաշխատի։ Օրինակ աշխատի այդ նոր ուղղության նկատի ունեմ Ղազախստանը ծորեն մենք ներկրեցինք մենք Ղազախստանից, բայց Ղազախստանը նաեւ նավթամթերք արտադրող երկրներ է։ Կա ընդհանրապես խոսակցություն, քննարկում ձեր մեջ որպես ընկերություն, որպեսզի դիտարկվի այդ պետությունը երկաթուղով այդ երկրից, ինչպես ծորեն ներկրվեց, այնպես էլ նավթամթերքներ ներկրվի, որովհետև ժամանակին կառավարությունում եւս քննարկում էին այդ հնարավոր տարբերակը, հիմա քանի որ տրանզիտի հնարավորությունը բացվել է, դուք դիտարկում եք այդպիսի հնարավորություն։ Այո, կա տենց դիտարկում, դեռ քննարկումների մակարդակով, իրականում ռեալիզացիայից հետո կերևա ինչքանով է դա աշխատող մոդել, այդ ծորենի նախադեպը ունենք եւ չի բացառվում միգուցե եւ նավթամթերքներ սկսի այդպիսի ուղիով ներկրվել, որը բավականին կարծում եմ բավականին կթեթևացնի մեր լոգիստիկ ծախսերը։ Այո։ Հասկանալի է։ Լավ, հիմա ընդհանրապես շուկայում եւ աշխարհում տեղի ունեն գլոբալ փոփոխություններ, որովհետեւ եթե 10 տարի առաջվա նավթամթերքների շուկան եւ հիմա դրանք լրիվ տարբեր շուկաներ են, հաշվի առնելով էլեկտրոմոբիլները, ինչ ագրեսիվ կերպով են մտնում շուկա, հա, հաշվի առնելով Հայաստանում ընդհանրապես գազաֆիկացման մակարդակը ավտոմեքենաների աշխարհում ամենաբարձրներից է։ Այն ինչպես է վերջին 5-10 տարիներում շուկան փոխվել, իսկապես ազդել է դա սպառման ծավալների վրա Հայաստանում, եւ եթե ազդում է սպառման ծավալների վրա, սպառման ծավալը որքան մեծ է եւ որքան շատ է մրցակցությունը, այնքան ցածր են գները, որքան քիչ է սպառման ծավալը, այնքան այսպես արդեն նոր խնդիրներ են իհայտ գալիս գնագոյացման վրա ազդող։ Ինչպես է փոխվել։ Նայեք, ես այդ թեմայի շուրջ առիթ եմ ունեցել մի քանի անգամ խոսելու եւ հիմա էլ կրկնեմ, ուրեմն շուկան մի քանի տրանսֆորմացիա է ապրել վառելիքի 2010-ից 15 թվական ակտիվ տրանսֆորմացիա ապրեց, երբ որ բենզին եւ դիզել վառելիքից անցում կատարվեց դեպի օդ տեսակի մետան գազը։ 2019-20 թվականից սկսած ակտիվ սկսեց վերափոխվել դեպի հեղուկ գազը։ Եթե մենք նկատենք վերջի շրջանում շատ մետան գազալցականներ կամ վերազինվել են հեղուկով կամ վաճառում են իրենց լցակայանները, այսինքն միանշանակ կտրուկ անկում ենք տեսնում այդ դաշտում։ Ես հիշում եմ, որ հանդիպել էի Պարսկաստանի դեսպանատանը, այնտեղի նավթամթերքի նախարարի տեղակալն էր եւ ատաշեն էր դիվանագիտական, հարցրեցին ո՞նց եք դուք գազի անցել էլի այսպես ակտիվորեն, մենք էլ ենք ուզում մեր մոտ էլ որ մեքենաների մեծ մասը գազի սպառման անցնենք, մի անեկդոտով պատմեցի, բայց որպեսզի շատ չծավալվեմ, լավ օրից չի, այսինքն սոցիալական վիճակից է նաև, որ մարդիկ գնում են դեպի մատչելի ռեսուրս եւ ինչի են օդ գազը փոխարինում հեղուկ գազով, որտեղ այդտեղ շարժիչի կյանքը երկարացնում է։ Հեղուկ ես ասել եմ, ելի կկրկնեմ, բենզինն է ամենամաքուրը, որ երկար կենսունակություն է ապահովում շարժիչին, շահագործումը շատ երկար կարա բենզինով տեղի ունենա, բայց դրանից թեթևը ավելի հեղուկ գազը։ Իսկ ամենավատը մետանն է, որտեվ ամենաերևացող բանը հենց չորությունը, այսինքն մեքենայի այդ չորությունը օգտակար չի։ Հիմա մենք ունենք նաև տենդենցիա դեպի էլեկտրոմոբիլները, հոսանքով մեքենաներ, ինչպես դուք եք ասում։ Այսօր շուկան իմ խորը համոզմամբ հիմնական տրանսֆորմացիան տեղի ունենում բենզինից դեպի հեղուկ գազ կամ առհասարակ էլեկտրական։ Այսինքն բենզինով մեքենան մարդը վաճառում է, գնում է էլեկտրական մեքենաների այսօր խնդիրը, մի տեսակ ես ինչքան որ խոսացնում եմ վարորդներին, այդ վախն է ճանապարհին մնալու։ Իսկ ճանապարհին չմնալու համար է հենց մեր նաև այս տարվա մեր վերափոխման հիմնական, այսպես ասած, մեսիջներից այդ նոր ձևաչափ, նոր հնարավորություն, նոր էներգիա։ Այսինքն մենք մեր առջև խնդիր ենք դրել նոր էներգիայով համալրենք գրեթե բոլոր ֆլեշի լցակայանները ձևափոխելով կայաններ եւ այստեղ շատ կարեւոր մաս կա, որ մենք չենք ուզում կայանները ուղղակի հոսանքով համալրենք, ուզում ենք այդ հոսանքով վառելիքով երթևեկող մեքենայի վարորդը
այսօր բենզալցականի նման չի, որ մտնի 5 րոպեում մինչև լիցքավորվի եւ դուրս գա։ Առնվազն 15-20 րոպե, 30 րոպե ինքը ամենակիչը պետք է մնա, այո։ Եվ այդ տիրույթում մարդուն չտալ հնարավորություն այլ ծառայություններից օգտվելը մեղմ ասած մեր կողմից սխալ է։ Եվ նստածնել մեքենայի մեջ մարդուն այդքան րոպե մարդը կնախընտրի այն ճանապարհները, այն տեղերը, որ ինքը կարող է միքսել հոսանքի լիցքավորումը, մեքենայի լիցքավորումը հաճելի ժամանցի, համով ուտելիքի, սուրճի եւ միջավայրի հետ։ Այսինքն լցակայանները ավելին են դառնում, քան լցակայանները այդ առումով։ Միանշանակ։ Հայաստանում այդ միտումը կա, իսկապես տեսնում ենք, որը ուրախալի է։ Մենք հստակ ստրատեգիա ենք փոխել, այսինքն ընկերությունը ռազմավարության մեջ ֆլեշը հստակ ստրատեգիա է փոխել։ Ես բազմաթիվ անգամ շեշտում եմ դա։ Ուր եք հասել այդ ռազմավարության իրագործման գործում, արդյոք հիմա ձեր բոլոր լցակայանները ունեն հոսանքով ուրեմն լիցքավորման կետեր, թե ոչ, եւ երբ կունենան, եթե չունեն բոլորը, ապա այդ ռազմավարությունը երբ կիրականացնեք, եւ նաեւ այդ ժամանցի հատվածի ավելացման հարցում ուր եք հասել։ Ունենք 8 մարածախ խանութ լցակայաններում, այսօր ունենք դեռ 2 էլեկտրական լիցքավորիչներ 2 կետում, մինչև տարեվերջ կարծում եմ 2-ը կդառնա 4 կամ 5 եւ կսկսի եկող տարվանից շատ ավելի արագ աճել, այսպես ասած մենք այդ ճանապարհի սկզբին ենք։ Այսինքն այս տարվա մեր բոլոր մեսեջները, բոլոր միջոցառումները միտված հասցնելու մեր սպառողներին, քաղաքացիներին, որ սա ֆլեշի նոր ճանապարհի սկիզբն է։ Եվ եկող տարի շատ ավելի ինտենսիվ է զարգանալու այդ ուղղությունները ձեր նշած, քան մինչև օրս զարգացել ենք, բայց մինչև օրս, այսպես ասած, կուտակել ենք եւ նախապատրաստել ենք այդ զարգացմանը։ Վստահորեն եմ ասում, եկող տարի այդ հարցն էլ չի առաջանա, ուր ենք հասել։ Տարվա վերջ նաեւ ասեմ, որ կմտնենք 13 խանութներով, այսինքն միանգամից եւս 5 կավելացնենք, եւս, այսինքն տարվա վերջ եթե արձանագրենք 13 մարածախ խանութ 5 հոսանքով լիցքավորիչ, եկող տարի դա կսկսի կրկնապատկվել։ Նավթամթերքի շուկայում որտեղն եք զբաղեցնում դուք հիմա Հայաստանում։ Եթե չեմ սխալվում, երկրորդ ժամանակը գիտի, առաջին, երկրորդ, այսինքն տենց մի քիչ մրցավազք է կախված։ Տեսեք, շուկան բավականին հագենում է նաև նոր բրենդերով, նոր խաղացողներ են մտնում շուկա եւ իսկապես ինձ մոտ մշտապես այդ հարցը կա, երբեմն նաև գոլեգաներին եմ այդ հարցը ուղղել, թե այս անցումների ֆոնին, հա, մի կողմից գազաֆիկացում, մյուս կողմից էլեկտրական ուրեմն մեքենաների ավելացում, ինչու են մարդիկ նոր բենզալցակայաններ ստեղծում կամ, չգիտեմ, գազալցակայաններ դնում Հայաստանում, ու տվյալ դեպքում բենզալցակայաններ, որն է պատճառը։ Պատճառը այդ ենթակառուցվածք ունենալն է, հա, եւ ինչպես է մրցակցային միջավայրը փոխվում։ Իմ դիտարկմամբ խոսքը գնում է նոր միջազգային բրենդների ներկայության մասին, իմ դիտարկմամբ շուկան բավականաչափ զարգացած չէր եղել, այո նաև ձեր նշած նոր ենթակառուցվածքների վերաբերյալ եւ միջազգային խաղացողները տեղային գործընկերներ ձեռք բերելով որոշակի հնարավորություն են տեսել եւ այդ հնարավորությունից են օգտվել, այստեղ ուղիղ կապ ունի թե ներսի հին խաղացողները ինչքանով արագ կվերափոխվեն։ Ես ձեզ ասեմ, որ ներսի խաղացողների մոտ էլ ունենք տեղաշարժեր դեպի իմ ասած ուղղություններ, խաղացող կա տեղաշարժում, խաղացող կա ձևափոխվում, բայց մնում է ավանդական վառելիքի շուկայի մեջ, բայց չձևափոխվել չի լինի։ Գլոբալ չձևափոխվել է, այո, եւ չադապտացվել իրավիճակին։ Ձեր խմբի, ընկերության խմբի գործունեության մեջ որոնք են հիմնական եկամտային ուղղությունները, ինչպես է փոխվել դրանց բաժինները վերջին տարիներին։ Նայեք, ես ինչքան դրսի նույն ոլորտն եմ ուսումնասիրում, թե Եվրոպայի, թե Ամերիկայի, թե Ռուսաստանի, հիմնականում Եվրոպան ու Ամերիկան են այդ շեշտադրումները անում եւ շատ ընկերներ ունեմ, ասում են, գիտեք, ասում են, այս ճիշտ եք արել, որ սկսել եք խանութի մշակույթը զարգացնել եւ այլ,
այ կգա ժամանակ, որ այս խանութը ավելի եկամտաբեր կլինի, քան բուն վառելիքի գործով զբաղվելը, ինչի հետ ես համաձայն եմ, կարծում եմ մի օր կգա, բայց դեռ չենք հասել այդ կետին։ Այսօր բնականաբար, եթե երեք ուղղություններից նայենք, հա, հոսանք, մանրածախանութ եւ վառելիք ավանդական, դեռ առաջին տեղում վառելիքն է։ Հետո կարծում եմ կլինի հոսանքը, կախված մասշտաբից եւ քո հնարավորություններից միաժամանակ քանի մեքենա կարող ես լիցքավորել, որտեղ այդտեղ սահմանափակումներ կա։ Եթե վառելիքի դեպքում դու հոր ես կառուցում եւ լիցքավորում ես լցնում ես հորդ վառելիքով վաճառում ես, հոսանքի դեպքում շատ լուրջ կոմպոնենտներ կան, որ դու կարողանաս այդտեղ մեծ քանակի հոսանք վաճառես։ Շատ որ չէ, պետք է ենթակառուցվածքը համապատասխանի, իսկ դա շատ դեպքերում տարիներ է քաշում, որպեսզի կարողանան քեզ հագեցնեն այդ հզորությամբ ենթակայանով կամ բերեն հասցնեն այդ հզորությամբ հոսանքներ, տրանսֆորմատորի այդ հզորությունը, հնարավորություն կա թե չկա, բազմաթիվ խնդիրներ կան այդտեղ։ Ով զբաղվում է դրա մեջ, ավելի լավ կհասկանա ինչ նկատի ունեմ։ Իսկ մանրածախանութը դեռ ինքը նոր մշակույթ է ձևավորում, բայց իմ կարծիքով էլ կգա մի ժամանակ, որ մանրածախանութը կանցնի ավանդական վառելիքին եւ նաեւ հոսանքին միգուցե։ Այո, որովհետեւ նույն Եվրոպայում, որի օրինակը դուք բերեցիք, ինքս էլ լինելով այնտեղ եւ տեսնելով, շատ հաճախ այդ տարածքները, այսինքն լիցքավորման կետերը, բենզալցակայանները եւ այլն, իրենք շատ ավելին են, քան այդ դրանք հանգստի տեղ են, դրանք հնարավորություն են տեղ նստել, սուրճ խմել, չգիտեմ, առևտուր կատարել եւ այլ եւ այլ։ Ինքը շատ կոմպլեքս, այսպես օբյեկտ է, քան թե զուտ դրանից պայմանավորված, մենք նաեւ թվում է թե փոքր բան է, բայց մենք նաեւ կառուցվածքում ես ասել եմ, որ վերանվանափոխել լցակայանները կայաններ։ Լցականի կառավարիչը կայանի կառավարիչ, որովհետեւ կայանը ավելի լայն է։ Լցակայանը, լիցքավորման կայանը սահմանափակում է գործունեությունը։ Երբ որ մենք անվանում ենք կայաններ, օրինակ ունենք N միավոր կայաններ, այդ N միավոր կայաններից մի մասը կարող է հենց բուն լցակայաններ են, մի մասը կարող է խանութով լցական է, մի մասը խանութ լիցքավորիչ վառելիք, բայց իմ ստրատեգիական նպատակը հիմնականում որտեղ էլեկտրական լիցքավորիչ լինի, պարտադիր պետք է լինի այդ խանութի կոնցեպտը նաև ավելին, որտեղ մարդը ավելի շատ է կանգնում, հետագայում ավելին, որովհետև կան նպատակներ ոչ շատ հեռավոր ապագայում, բայց չեմ ուզի դեռ հիմա փակագծերը բացեմ։ Շատ լավ, այնուամենայնիվ, եթե շուկան զարգանում է այդ ուղղությամբ եւ միջազգային բրենդեր են մտնում, որոնք նաեւ մշակույթ է փոխվում, հա, իրենք էլ են բերում այդ մշակույթը, դուք այս այժմ եւ մոտ ապագայում ինչով եք տարբերվել, որ գործոններն են, որ ձեզ դարձնում են առանձնահատուկ, տարբերում են շուկայում։ Գիտեք, եթե մենք նայենք բանկային բիզնեսը, վառելիքի բիզնեսը, չգիտեմ, հագուստի բիզնեսը, գրեթե տարբերություններ չենք տեսնում բիզնեսի վարելու կամ բիզնես մոդելի առանձնահատկության մեջ։ Հիմնականում տարբերվում են մոտեցումներով։ Եթե այսպես կարողանամ ավելի ճիշտ ձևակերպել, մրցելու են ոչ թե բրենդները, այլ բրենդի ետևում ընկած թիմերը։ Բոլոր բրենդներն էլ ճաշակի հարց են, մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, մեկը մի քիչ արագ է զարգանում, մեկը մի քիչ դանդաղ է զարգանում, բայց ի վերջո մրցում են թիմերը։ Այն բրենդի ետևում ընկած թիմերը, ովքեր ամենօրյա ռեժիմով չզլանալով կատարում են իրենց աշխատանքները։ Ես որ ասեցիք, հիմա նաև թիմերի մրցելուց մի բան հիշեցի, հիշում եմ անցած տարի հոկտեմբերին մի հետաքրքիր միջոցառման էի, երրորդյա տենց դասընթացներ եւ ավելին, ոչ միայն, այնտեղ մի հայտնի պերսոնաժ կա, Օսկար Խարտբան, ինքը Ռուսաստանում շատ հայտնի լուրջ ընկերություններ է, միլիարդից վերև կապիտալիզացիա բարձրացրել, բիզնես անգել են անվանում, այդպես է նաև անվանակոչվում, ինքը պատմում էր, երբ որ ուներ անհրաժեշտություն սպորտով զբաղվել առողջությունից դրդված եւ պետք է հեծանված սպորտով զբաղվել։ Մարզվում էր ամենա առաջատար մարզիկների հետ Ռուսաստանի չեմպիոնի եւ այդ թիմի հետ։
ասում եմ ինքն էր պատմում, ասում եմ երբ որ ինձ հարցնում էին, ասում էին օրինակ թիմերից որն է ավելի լավ մարզվում, ասում եմ գիտեք երկուսն էլ լավ են մարզվում, այստեղ կարևոր է թե ով ոնց է վերականգնվում։ Այսինքն դա շատ կարևոր է ցանկացած մրցակցության մեջ, տնտեսական կլինի, սպորտային կլինի, պետություններ կլինեն, դեպքեր կա, որ բոլորն էլ լավ են խաղում, լավ են պարապում, լավ են մարզվում, լավ են աշխատում, բայց այդտեղ շատ կարևոր է նաև ով ոնց է վերականգնվում հաջորդ օրվա համար։ Մա դուք ոնց եք վերականգնվում։ Ես անձամբ թե թիմը։ Կարծում եմ շատ ունենք աշխատելու տեղ։ Չէ, խոսքը թիմի մասին է։ Շատ ունենք աշխատելու տեղ։ Տեսեք, հատկապես այս ոլորտում, որը ստրատեգիական նշանակության ոլորտ է պետության համար, ընդհանրապես էներգետիկան, նավթամթերքներ վառելքի շուկան, առանց պետության հետ փոխհարաբերության անհնար է։ Իհարկե բոլոր բիզնեսներն են հարաբերվում պետության հետ, բայց այս ոլորտը մի փոքր ավելի սպეციფიկ է այդ առումով։ Նախ ինչով է առանձնանում այս ոլորտը պետության հետ հարաբերություններում եւ ինչպիսին են հարաբերությունները, կան խնդիրները հարաբերություններում չկան, որովհետեւ դուք հարկային մարմինների հետ եք շփվում, մաքսային մարմինների հետ եք շփվում, էներգետիկ շուկայում այսպես մրցակցությանը հետևող մարմինների հետ եք շփվում։ Չի կարող խնդիրներ չլինել, եթե բիզնեսը գործունեություն է ծավալում, չի կարող խնդիրներ չլինել։ Այստեղ ես ձեզ ասեմ, որ մեծ դերակատարում են խաղում որոշ անձինք, ովքեր են կացեն այդ ձեր ասած պետական համակարգերի ներսում, ովքեր իրենց գործի նվիրյալներն են եւ շատ adekvat են մոտենում խնդրի լուծման համար։ Ու նաեւ կան հակառակ մարդիկ։ Այսինքն ինչպես ամենտեղ այդ պլյուս մինուսի երևույթը մենք տեսնում ենք։ Ես կարող եմ ասել, որ իմ կառավարման տարիներին մենք հարկային եւ մաքսային մարմինների հետ այո եղել է խնդիրներ ենք ունեցել, բայց բարեհաջող, բարգ Աստծո, լուծվել է եւ հիմնական խնդիրները մամուլից ենք բոլորս տեսնում, այդ նորմատիվային չափորոշիչների խնդիրներն է, որը մենք հիմա նաեւ նավթամթերքի ասոցիացիայով ենք ինտենսիվ աշխատում պետության քաղաքշին, այդ ճանապարհային դեպարտամենտ, քաղաքապետարան, համայնքապետարաններ եւ այլ, որովհետեւ դրանք ամբողջ այդ նույն նորմատիվի շրջանակում են ոնց որ կարգավորում եւ ոնց որ մեր ամբողջ կռիվը այդ դաշտում է եւ այն որտեղ ունենալ կայան, որտեղ չունենալ, քանի որ պատմությունից շատ տեղեր բոլորը էքստենսիվ կերպով կառուցվել է, հետո կառուցվել է կողքը շենք, որը պետք է չկառուցվեր, պետք է թույլ չտրվեր կամ արդյոք պետք է թույլ չտրվեր, դա էլ պետք է հասկանալ։ Խնդիրը առաջանում լցակայանը քանդելու վերաբերյալ։ Այո, հիմա գալի ասում են դե հո շենքը չենք քանդելու, պետք է լցակայանը քանդենք, մենք էլ ասում ենք հոп, խի։ Ու հիմա բայց ուրիշ բանի ենք գալիս, ասում ենք Ժորժ ջան, հələ մի րոպե կարողա ոչ մեկ պետք չի քանդել։ Մի հատ եկեք նորմատիվները թարմացնենք։ Նորմատիվները շատ հին են, շատ սովետական նորմատիվներ են մեզ հիմա ուղղորդում եւ ոչ մեկ չի խորացել այդ նորմատիվները փոփոխել։ Աշխարհում փոխվել են այդ նորմատիվները։ Այո, աշխարհում մենք բազմաթիվ օրինակներ ենք բերում ու բոլոր օղակներում դա տեսնում են ու գիտեն։ Բոլոր տեղերը դա խոսում են, բայց վարակույրի հետևում։ Ոչ մեկ չի կանգնում ասում ժողովուրդ, լավ, դուրս ենք գնում այդքան բոլորս։ Փառք Աստծո, հիմա այդ էժան ավիաուղիների լոու-քոստերներով հնարավոր է Հռոմ տեսնել, Փարիզ տեսնել։ Լավ, տեսնում ենք, չէ, շենքի տակ, ոչ թե կողքը լցակայան է գործում։ Գործում է բրենդային լցակ։ Շենքի տակ։ Շենքի տակ։ Բնակելի շենքի տակ։ Չինաստանում արդեն հասել են շենքի գլխի վրա։ Շենքի գլխի վրա բան է ինքը, բնակելի շենքա մի մասը ավտոկանատեղի մի մասը բնակվող եւ շենքի տանիքում լցակայան է գործում։ Այսինքն լավ, մենք այդեն զարգացած ենք, սա լավ հասկանում ենք, իրանք չէ։ Այդ գեր հզոր գիգանտները չեն հասկանում, որ չի կարելի վտանգավորը մենք ենք։ Ես չեմ մոռանա, որ մենք տարել ենք այդ նկարներն ենք ցույց տալի եւ մեծ քննարկում ունեինք։ Հիմա անունը չշեշտեմ, բայց էլի մեր պետական բարձրաշան պաշտոնյաներից մեկը ընդունելով համաձայնվելով մեզ հետ, բայց հղում կատարելով այդ կառույցի մարդկանց որոշակի կարծիքի հիման վրա, չգիտեմ ում, ասեց, դե կարող անդեղել են, որ առանց թույլատրությունների դա սարքե։ Այսինքն sense արտահայտություն են արել կամ ընդեղել են համակերպվել երևույթի հետ եւ որոշում կայացրել, ինչ կարելի է անել, որ սա փաստ է, սրա հետ պետք է հաշվի նստել։ Եվ կարելի է դրանց լուծումները տալ։
Այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան, հիմնական խնդիրները մեր ոլորտը բախվում է այդ նորմատիվներին, հենց հարցը հասնում է այդ նորմատիվներին, որովհետև տեսչական մարմինն էլ ով որ գալիս է ստուգելու եւ տուգանելու, ինքը ասում է, եղբայր, ինձանից շատ բան մի պահանջի, ես չեմ կարող այս գրածից շեղվեմ։ Ես հասկանում եմ, որ դու ճիշտ ես, օբյեկտիվ եմ հասկանում, որ դու ճիշտ ես, սուբյեկտիվ եմ ընդունում, որ դու ճիշտ ես, բայց ես բա ինչով ուղղորդվեմ։ Եթե օրենքը կանոնակարգը կա, ես դրանով ես քո հետ համաձայն եմ, կանոնակարգը փոխի կամ նոր կանոնակարգով փոխեմ, փորձեմ քո հետ հարաբերվել, չնայած այսպես ասած շատ նորից պետք է շեշտեմ, շատ adekvat մարդկանց շնորհիվ շատ ճիշտ լուծումներ է տրվում եւ մարդիկ այդ տառակերությամբ չեն զբաղվում, հասկանալով, որ բաներ կա, պետք է ընդունեն։ Այսինքն շատ դեպքերում ուղղակի համակերպված վիճակ է, զուտ չեն տուգանում, իմանալով չհետևելով, այսպես ասած, կամ աչք փակելով հին կանոնակարգերի վրա, որ այդ գրվածքը անհնարին է այսօր վերացնել։ Եվ իրականությունը մի բան է գրված կանոնակարգերը մեկ այլ բան։ Բենզալացականն չէ, գազալացականներում էլ կա այդ խնդիրը։ Դա երկրի միջև ամենավերևի մակարդակ դա խոսացվում է, դա այսինքն ես նորություն չեմ ասում, բայց մենք նորից եմ կրկնում թիմը նավթամթերքներ գրողների ասոցիացիան ինտենսիվ աշխատանք է տանում պետության հետ փորձելով բերել փորձը, բերել գիտելիքը, բերել նախադեպերը եւ օրինակները տարբեր երկրների, որպեսզի որոշակի առումով ձևափոխի, որ համ ստուգողը իմանա ինչ պետքա ստուգի, համ իրանք իմանան որն է ճիշտ։ Էլեմենտար մի բան ասեմ, վառելիքի քիմիական բաղադրությունը բենզինի վերջի 30 տարում ուրիշ է, 30 տարի առաջ ուրիշ էր։ Եվ որ մենք խոսում ենք ոլորտի ներկայացուցիչներով, այն ժամանակ երբ որ բնութագրիչը գալիս էր բենզինի, գրած էր պայթյունավտանգ։ Հիմա որևիցե տեղ դուք չեք տեսնի բենզինը գրած պայթյունավտանգ, գրած է հրավտանգ։ Այսինքն պայթել նա չունի, պայթելու համար պետք է օգտագործես պայթուցիչ, որպեսզի կարողանաս ցանկացած լցակային պայթեցնես։ Եթե մենք խոսում ենք հրավտանգությունից, ես ձեզ համոզված ասում եմ, լցականի կողքի տեքստիլի խանութը, որ ժամը երեկոյան 8-ին փակվում է եւ մարդիկ գնում են տուն, ավելի վտանգավոր է, քան բենզալցականը, որ 24/7 աշխատում է։ Տեքստիլի խանութում մի հատ հոսանքի կարճ միացումից արագ կարա բռնկվի այրվի, այո, եւ ասենք նույն շենքի տակ։ Հիմա շենքի տակի տեքստիլի խանութը կամ ցանկացած մի խանութ, որտեղ բռնկվող իրերը շատ կան, հրավտանգության առումով շատ ավելի վտանգավոր է, քիմիական իրեր կան։ Այո, քան բենզալցականը, որտեղ այնտեղի տարբերությունը այնտեղի 24/7 ներկայություն կա։ Եվ 24/7 ներկայությունից բացի գտնվում են պարագաներ, որոնք հրդեհի առաջացման դեպքում շատ արագ հրդեհաշիջում կարա տեղի ունենա։ Հիմա ես հարց եմ տալի, թող բոլորը այդ հարցի շուրջ մտածեն, ո՞րն է ավելի վտանգավոր։ Ինչ հոսանքի կարճ միացում չի կարա լինի։ Իսկ դուք ձեր թիմին հետևում եք, ի նկատի ունեմ մինչև այն ամենա, այս բառը չեմ սիրում, բայց ստորին ուղակում աշխատող, ի նկատի ունեմ առաջնային հենց բենզալցակայանում կամ լցակայաններում աշխատող մարդկանց, որոնք հենց լիցքավորմամբ եմ զբաղվում, հա, որպեսզի օրինակ չծխեն իրենք հանկարծ այդ աշխատանքի ընթացքում, որովհետև երբեմն եղել է, չեմ անուններ տա, որ բրենդերի մասին է խոսքը, որ ընկերությունների, որ գնում ես բենզին ես փորձում լսես, ինքը ծխելով գալիս է եւ վերցնում է։ Ձեր ասացին ի պատասխան, այս ձեր ասացի դեպքը մեր մոտ միանգամից հեռացում է։ Այսինքն մենք ունենք տուգանքների եւ կարգավորող բան, կանոնակարգ, այսպես ասած, հա, ձեր ասած մարդկանց ես միշտ անվանում եմ առաջնագծում կրվողներ։ Բենզինը տեղափոխող, բենզինը լիցքավորող մարդիկ, այո, ես միշտ ասում եմ, իրանց էլ եմ ասում, դուք ժողովուրդ, առաջին գծի կրվողներն եք։ Ուշադիր եմ իրենց նկատմամբ, բայց եւ ուշադիր եմ լավ իմաստով եւ խստության իմաստով։ Այդ ձեր ասացի նաեւ իլերում են։ Մի պատճառը հենց դա է, որ միանգամից հեռացում է։ Երկրորդ պատճառը ՀԴՄ չխփելը, չտրամադրելը։ Քանի դեռ ամբողջ ավտոմատացում չունենք, մինչելուց 3 էի լցականի կետից ուսումնասիրություն ենք կատարում, դրսից նաև
մեր գործընկերներն էին եկել, այսինքն այդ ամբողջական ավտոմատացման համակարգն էին ցույց տալի, ինչին ես անցում եմ կատարում, իհարկե մի քիչ դժվար եղավ այդ անցումը, այսպես ասած դեռ կարելի ասել նորմալ չենք սկսել, բայց հենց որ համոզվում ես, որ այս սա է, արագ մնացածը սկսում է փոփոխվել։ Մյուս դեպքը նաև գիտեն, նաև մեր պեկի գործընկերներն էլ գիտեն, մենք բազմաթիվ այդ հարցով շատ բանավեճեր ենք ունեցել։ Խոսքը գնում է ՀԴՄ տրամադրելու տուգանքի չափը շատ մեծ է արված, բայց այդ մեծը բխում է տարբեր կոմպոնենտներից։ Իրանք այնպես են արել, որ բիզնեսի համար ցավոտ լինի, ինչը ընդունում եմ իրանց տեսանկյունից, այսինքն որպեսզի բիզնեսը խուսափի ՀԴՄ տրամադրելուց, բայց հաշվի չեն արել, որ որոշ բիզնեսներում նյուանսներ կա։ Այսինքն, նայեք, ՀԴՄ տրամադրելու տուգանքը ձևավորվում է, կա ֆիքս գումար եւ ձևավորվում է, տեղել ենք էլի կռիվներ ունեցել, քո բոլոր ՀԴՄ միավորների երամսյակի շրջանառության 0.5%-ի չափով։ Այստեղ մի կռիվս այն էր, որ ինչի բոլոր, այսինքն զուտ ֆիքսված գումար չի, ինքը մի հատ էլ սենց ասել, այլ ինդիկատորներ ունի։ Այսպես է, X գումարած բոլոր ՀԴՄ-ների երամսյակի 0.5%-ի չափով, բայց ոչ ավել քան 10 միլիոն։ Հիմա մեր ոլորտը այդ 10 միլիոնը միշտ կա։ Այսինքն մեր ոլորտի շրջանառության թիվը շատ մեծ է, բայց այդ շրջանառության թվի մեջ զուտ եկամուտը կամ մարժան շատ փոքր։ Դա ռեստորանային բիզնես չի, որ 1-ին 3 մարժա լինի։ Եվ ես պեկի հետ խոսացել եմ, իրանք ընդունում են դա, ինձ էլ են հասկանում։ Այսինքն եթե 500,000 տուգանում են, դա նշանակում է, որ կարող է լինել 10 միլիոն 500,000 իրականում։ Մեր դեպքում նորից եմ ասում, վառելիքի դեպքում ես հիշում եմ, որ խոսում էի նաև այն ակունքում ընկած մարդու հետ, ով ասեց, ես եմ ասել 10 միլիոնից ավել էլ չդրեն, ասի գոնե դրա համար շատ շնորհակալ եմ։ Դե չէ, մեր դեպքում 10 միլիոնն էլ կանցնենք։ Կանցնենք մենք այն պատճառով, որ մեր վառելիքի ոլորտի շրջանառությունը շատ մեծ է, բայց այդ շրջանառվող գումարի մեծ մասը մեզ չի պատկանում։ Դրա մեջ ոսկու ոլորտն է, շրջանառությունը մեծ է, բայց մարժան գումարն է, դրա մեջ հարկերն են, ինչը նույնպես շատ մեծ գումար է կազմում։ Վառելիքի հարկային ոլորտը գաղտնի չի, բոլորը կարող են բացել, վառելիքի գնագոյացման 40%-ի կարգի կարա լինի հենց հարկի գումարը։ Շատ միզերնի տոկոս է մնում ընկերությանը, խոսքը գնում 1-2%-ի մասին, որ դուք պատկերացնեք։ Ուտեղից պատկերացրեք մարժան 1-2% է։ Իհարկե, դուք վառելիքի մեջ դա շատ լավ թիվ եմ ես ասում։ Իսկ երբ որ 0.5% պետությունը, ես պետությանը ասում եմ, դու վատ գործընկեր ես այս առումով։ Պետությանը, եթե դու նայում ես, պետությունը բանա, քո հետ գործընկեր է բիզնեսում։ Ինքը տենց պետքա դիտարկես։ Ես իրեն ասում եմ, դու ընկեր վատ գործընկեր ես, դու միակողմանի ես նայել այս հարցով։ Իրանք համաձայն են իմ հետ, բայց դե հիմա չեն կարող։ Կարելի է հետևանալ եւ այդ խնդիրը դուրս գա արանքից։ Կարելի է, բայց այդտեղ մենք գործ ունենք արդեն ձեր ասած առաջնագծում կրվող կամ անուշադրության պատճառով կամ միտումնավոր չխփելու ՀԴՄ-ն, որովհետև միտումնավոր ՀԴՄ-ն չխփելու պատճառը միայն չի գալիս սեփականատիրոջ հրահանգից։ Ես երկար 2.5 ժամանոց հանձնաժողովի նիստ եմ լսել, երբ որ իմիջիալոց մեր քննարկման ժամանակ էր, որ Մաքսային մարմնի բարձր պաշտոնյա գործընկերը ինձ խորհուրդ տվեց, ասեց մի հատ խնդրում եմ էլի լսիր ազգային ժողովում 2.5 ժամ քննարկել ենք այս հարցը։ Ալֆա ֆարմի տնօրենը խոսում էր նույն խնդրի մասին, որը 200-ից ավել ցանց ունի եւ ասում է իմ աշխատակիցը տանից դեղ է բերել ուզում է վաճառի, այսինքն ինձ ուզում է խափի։ Պետական հարկային հսկիչ գնումը մտել է, գնում է ուզեցե կատարի, այդ դրվագի վրա էր բռնվել եւ ասում են նայեք, համ ինձ է ուզեցե խափի, համ պետությանն է ուզեցե խափի, ի վերջո ընկերությունը 10 միլիոն տուգանվել է։ Այնտեղ նիստում ասում են, դե բայց դու իրավունք ունես վաճառողից պահանջես դա։ Հիմա ինձ էլ են նույն բանը ասում, ասում են դու իրավունք ունես լիցքավորողից պահանջես դա, ասում եմ, ինչը 10 միլիոն դրամ, հա։ Լիցքավորողից, որը ստանում է 200-250 հազար դրամ ամսական աշխատավարձ, ես 10 միլիոն դրամ եւ ոնց պահանջեմ։ Լավ, կան այլ փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ոլորտը ավելի արդյունավետ դառնա։ Կարծում եմ դա մի փոփոխություն, դա
անընդհատ եմ խոսում մեր գործընկերների հետ հարկային, շատ հարցերով մեր հարկայինի Մաքսեին Մարմնի գործընկերները արձագանքող են, լավ արձագանքող են, բայց հարցեր կա շատ, ես էլ եմ հասկանում օբյեկտիվ, իրանց ձեռքի տակ չի, դա արդեն օրենսդրական կարգ պետք է փոխվի եւ այլն, բայց սա միշտ եմ շեշտում, որ ժողովուրդ բիզնեսներ կան, որոնց սպეციფიკությունից ելնելով պետք է մի բան փոխեք։ Հասկանում եմ տուգանքի չափի մեծությունը ինչով է պայմանավորված, բայց խնդրում եմ նաև հասկանալ մեր դեպքերը, որովհետև նորից եմ կրկնում, հորեկայի դեպքում այդ 0.5%-ը իր մոտ կարող է տենց բան չառաջացնի, խնդիր չառաջացնի, բայց մեր դեպքում այն էլ այդքան լցական վերահսկելը խնդիր է։ Սա մի բան, երկրորդը նորմատիվներն է, որի մասով նույնպես աշխատանք է տարվում, ուղղակի եթե խոսքս կլսեն այդ պետական մարմին ներկայացնող գործընկերները, խնդրեմ հրատապ հապճեպ որոշումներ չկայացնեն, ինչպես ժողովրդական խոսքով ասում, 10 չափեն մի հատ կտրեն, որովհետև իրանց սխալ չափելը, իրանց լավ չուսումնասիրելը բերում է լուրջ հետևանքների բիզնեսում, աշխատատեղերի փակում, լցականների փակում, շրջանառության պակասում, դրանք լուրջ վնասներ են բիզնեսին։ Հələ ՀԴՄ-ն Աստված առաջ մենք հուսով եմ շատ արագ կավտոմատացնենք մինչև եկող տարվա առաջի եռամսյակի պլաններում կարծում եմ կհասցնեն բոլորը ավտոմատացնել, որովհետև դժվարը որոշում կայացնելն է, որ այս մոդելով ենք շարժվում առաջ, որովհետև այնտեղ միայն ՀԴՄ-ի ավտոմատացումը չի, այնտեղ բազմաթիվ վճարահաշվարկային գործընկերների հետ ինտեգրման հարց կա։ Այո, բիզնես օպերացիայի։ Ապագայում ես ձեզ խոստանում եմ, մենք նաև մեր B2B գործընկերներին շատ լուրջ գործիքակազմ ենք առաջարկելու իրենց վառելիքի սպառման, վերահսկման համար։ Այսօր կտրոններ կա, կտրոնները քարտերի են անցնում, բայց շատ ավելի լուրջ տեխնոլոգիաներ կա, որոնք ոչ շատ հեռու ապագայում կներկայացնենք մեր գործընկերներին։ Հետո մի օր երևի առիթ կլինի դրա մասին խոսել։ Սիրով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Civilnet բիզնեսի տաղավարում ես զրուցեցի Սանասար Բեգլարյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։